Բարև ձեզ, սիրելի հետևորդներ եւ իմ սիրելի երևանցիներ։ Ուզում եմ կարճ անդրադառնալ Երևանի ավականու դահլիճում օրերս տեղի ունեցածին, երբ Երևանի քաղաքապետը փորձեց խեղաթյուրել փաստերը եւ իմ հարցին, թե ինչ պատահեց մեր ծառերի հետ, որ նույն գլխավոր դենդրոլոգի օրոք 21 թվականին մենք չունեինք հրատապհատման ծառեր, իսկ 2023 թվականից ի վեր մենք ունենք հազարավոր հրատապհատման ենթակա ծառեր եւ նրանք հատվում են փողոցների երկայնքով։ Իմ բարձրաձայնած հարցին անհասկանալի պատճառով քաղաքապետը սկսեց մեջբերումներ անել 2020 թվականին լրիվ ուրիշ իրավիճակում իմ արված հարցազրույցին, որի ընթացքում ես ասում եմ, որ ծառերը ծանրաստիճան հիվանդ են թեղիները եւ ծառերը հատման կարիք ունեն, բայց մոռանալով, որ ես բոլոր ծառերը բուժում էի եւ բուժման հատուկ սխեմաներ էի մշակել միջազգային փորձագետների հետ։ Մենք չէինք հատում ոչ մի ծառ, մենք պայքարում էինք ծառերի համար, որովհետեւ Երևանը գտնվում է ծանրաստիճան ծանր վիճակում։ Եվ գիտեք, փաստերի խեղաթյուրումը չի կարող փոխարինել իրական փաստարկներին։ Ես բուժում էի ծառերը եւ դա ակնհայտ է եւ դա տեսել են բոլորը եւ մենք հասել էինք շատ լավ արդյունքների թեղների բուժման առումով։ Դուք հատեցիք եւ թեղիներ, եւ հացենիներ, եւ ակացիաներ, եւ բարդիներ, եւ սոսիներ Միրան փողոցում եւ խեղաթյուրում եք փաստերը, թե մենք ասել ենք, որ թեղիները հիվանդ են, ուշադիր եղեք ձեր գործողություններին։ Երևանցիները շատ լավ գնահատում են այն, ինչ որ դուք անում եք, եւ նորից եմ կրկնում, ես բուժել եմ ծառերը եւ ասել եմ, որ մենք ունենք խնդիր։ Դուք ընտրել եք մեթոդաբանություն, ծառերի զանգվածային հատումներ, ինչը չունի արդարացում, որովհետև տվյալ մեթոդաբանությունը ուղղակի ոչնչացնում է Երևանի կանաչ կմախքը, ինչը սպառնալիք է հանրային առողջությանը։ Հասկացեք ի վերջո, որ սա ծանրագույն հետևանքներով հղի պրոցեսներ են, տասնամյակներ առաջ դուք ոչնչացնում եք այն, ինչը նույնիսկ չեք պատկերացնում վնասի, ինչի ծավալը նույնիսկ չեք պատկերացնում։ Եվ կասեմ մի բան, որ ձերը ընդհանրապես ընտրության հարց էր։ Ես բուժում էի, դուք հատեցիք։ Տարբերությունը հենց դա է,